Բարի օր ժողովուրդ ջան, ոնց եք, ժողովուրդ ջան, դե տեսանք սահմանադրական դատարանում ինչ կատարվեց, դա այլ կերպ չէր էլ լինելու, որովհետև ստի թագավորություն չի կարա ստեղծվի, հասկանում եք, ինչքան ուզում է փողի ռեղ տան, ես մի բան, ստի թագավորություն չի կարա ստեղծվի, ասենք, վերցնենք, ասենք Գագիկ Ծառուկյանին դեղ, որ միտինգներ էր անում, ոնց որ թե ամբողջ գյուղացիներին, սենց ես իմ նրանց շահի, նրանց օգտին էր խոսում, բան դեզդեն, չէ, գյուղացիք էլ կանգնած, Հադե նրա բերած գառները, մարները մորթում էին ուտում մարդիկ և վերջ, էլի ուրիշ բան չկար, կաղնած զարմանում էին, թե ես ինչերի ցա խոսում Գագիկ Ծառուկյանը, ես իրականում եմ ասում, ժողովուրդ ջան, լա, հայերի, նույնիսկ Հայաստանում ապրող հայերի մեծամասնությունը գյուղացի է, մեկ գյուղացի կա, որ կարող է ցույց տա իրա, ասենք, այդ ֆերմերսկի խազյայստվա են ասում, իրա ունեցվածքը, իրա ջերմոցները, իրա այդ ամեն ինչը, կա տենց մարդ, ժողովուրդ ջան, կարելի ասած, երևի Քոչարյանի ժամանակից արդեն, գյուղացի հասկացողություն բառը չկա, գյուղացուն ոչ մի բան էլ չունի, ինչի եք սուտ բաներ խոսում, լրիվ ջերմոցները, պարնիկները, այս մի բանա, լրիվ ինչ-որ բիզնեսմեններ են, քաղաքի ապրող բիզնեսմեններ, նրանք ունեն իրանց աշխատողները և գյուղերից, և քաղաքից, և ամեն տեղից, արդեն դա միայն Հայաստանում չի այդպես, ամբողջ աշխարհում է, ասում են գյուղացու գիլասը, գյուղացու ծիրանը, ցույց տվեք մի գյուղացի, որ 2 հատ գիլասի ծառից կամ 2 հատ ծիրանի ծառից ավել ունի։ Այդ Գագիկ Ծառուկյան, դրա համար էլ ոչ մի գյուղացի, փաստացի, քեզ չընտրեց, որովհետև դու իրանց երեսին սուտ բաներ էիր խոսում։ Չկա այդ բանը, գյուղացի բան չկա։ Լրիվ դուք եք գյուղի հողերի տերերը, ամեն ինչի տերերը դուք եք, Գագիկ Ծառուկյան։ Ոնց կարելի է, դուք ձեր համար եք պայքարում, ոչ թե գյուղացու։ Ձեր մեծ այդ հեկտարներով, հազարավոր հեկտարներով հողերի, դա գյուղացու հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի։ Ոչ այդ հողերը, ոչ են մեկը, ցույց տվեք մի գյուղացի, որ նրա բաղջում 10 կիլո խիար է աճում, վարունգ ասեմ, լավ, կամ լոլիկ, ցույց տվեք, այդ գյուղացուն ցույց տվեք, ասեք, իրա բաղջում 10 կիլո վարունգ է աճում, չկա նման բան, հասկանում եք, գյուղացին դա չի կարա, որ ցանկանա էլ գյուղացին բաղջը անի, բան անի, ոչ մի բան չի աճի, սաղ կփչանա, գյուղացուն որդից այդքան փողեր, այդքան գումարներ, որ վագոններով եսիմ դեղորայք, մեղորայք, այդ ինչ փչում են այդ ծառերին, այդ բանին, ինչի եք խափում մարդկանց, թե գյուղացին, տուժվում է, գյուղացուն ոչ ունի նման բաներ, հնարավոր ամեն գյուղում մի հատ այդ գյուղացիներից մի հատ մարդ, որ մեջները մչի շուստրինա, ինչ-որ մի բան իրա համար օգտագործում է, ու ամբողջ գյուղացիներին օգտագործում է իրա ստեղծած այդ հողատարածքներում, ջերմոցներում, ես միտեղ, այդ սաղ սուտ զրիսները, չկա գյուղ, գոյություն չունի գյուղ, աշխարհում չկա նման բան, գյուղացին իրա մաշնեն նստում ասիրն գնում, Երևան գործանում իրիգունը գնում իրա տուն, կամ մի ուրիշ տեղ աշխատում, կամ մի բան, չկա, գոյություն չունի, գյուղացին չի այդ գյուղմթերք բան արտադրողը,
Գյուղացին դրա հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի։ Ու եթե նույնիսկ կրկնում եմ, եթե ցանկանա էլ չի կարա։ Նման բան գյուղացին չի կարա։ Սրանք մարդիկ են, հատուկ մարդիկ են, այդ աշխատացնողները, այդ ամեն ինչը։ Հենա, մեր, ասենք, մեր Իջևանում էլ են կրիվոյը անց են կենում, երկաթ տարածքը են ինչա։ Ջերմոցներ են սարքել, ջերմոցա թե պառնիկա կոչում, չգիտեմ դա ոնց է իսկական հայերեն։ Դա ինչ գյուղացին կարա տես բան անի, որ այդ ամբողջ գյուղը ծախենը տես մի հատ ջերմոց չի արժենալ։ Հասկանում եք ժողովուրդ ջան, օգտագործում են ուղակի։ Դրա համար էլ չստացվեց։ Այդ խաղողի դաշտերը բանը ասում են գյուղացի։ Որ գյուղացուն, մի հատ այդ գյուղացու անունը տվեք, որ խաղողի դաշտեր ունի։ Չկա նման բան, գոյություն չունի։ Դրանք սա լրվան են ինչը։ Բոլոր բիզնեսմենների ձեռիա։ Գյուղացուն էլ ուղղակի, հա, էլի գյուղացուանը տալիս են իբր գյուղացու համար։ Գյուղացուն ինքը գիտի որ իրան ոչ մի բան չունի։ 10 հատ հավ ունի, մի հատ կով ունի, մի հատ խոզ ունի, մի հատ գիլասի ծառ ունի, մի հատ վիշնյայի ծառ ունի, մի երկու հատ խնձորի, մի երկու հատ տանձի։ Հա, մարդիկ կան ինձ էլ բարեկամ ունեմ, ասենք մի քիչ կառալոկ բան են աճացնում։ Վերջ է տա գյուղացու եղածը։ Դե չէ այտենց ինչ որ գյուղացին արտադրանք տա, ես մի բան դեն չկա նման բան, գոյություն չունի։ Նույնիսկ գյուղացի չի կարա շատ խոպահի։ Վերտալյոտներով գալիս են դաշտերում թունավորում, որ սաղ սատկեն։ Ես Իջևան ինչքան եմ տեսե դա։ Իջևանցիները լավ գիտեն ես ինչի մասին եմ ասում, խոլարքերում, աղսվում։ Վերտալյոտները գալիս էին, պտիտ էին գալի, չէ, էքսի օրը սաղ աղսում սատկած խոզեր ու կովեր։ Որովհետև հատուկ մարդիկ կան, ֆերմերներ կան, նրանք իրանք աճացնում են մասսայական մեծ։ Էտա, գյուղացի գոյություն չունի, ժողովուրդ ջան։ Այսքան բան, դրա համար էլ պարտվեցին։ Եղավ Գագիկ Ծառուկյան ջան։ Սաղ ձերն է, այդ ինչ կա, գյուղը թերք եք արտադրում, ինչ եք արտադրում, պանիր եք արտադրում, կաթ եք արտադրում, եսի մի ինչ անում եք, դա սաղ ձերն է, ձեր մարդիկ են, միլիարդատերերի։ Դուք ինքներդ ձեզ ուզում եք պաշտպանեք անունը դնում գյուղացու համար, եսի ինչեր եք անում։ Նման բաներ։ Ժողովուրդ ջան, մի խոսքով ամեն ինչ լավ է, ամեն ինչ գնում է իր ճանապարհով։ Ինձ այսօր մի քանի հոգի գրում են, մեսենջերից գրում են, որ կարող է իրականում պատերազմ լինի, ես լինի սեպտեմբերին, ոնց Փաշինյանը։ Չէ, ժողովուրդ ջան, նման բան չի կարա լինի։ Նույնիսկ եթե ընդդիմադիրներն էլ լինեին, ընդդիմադիրներն էլ իշխանության գային, պատերազմ չէր լինի, որովհետև Հայաստանը այլևս ոչ մեկի պարտ չի։ Միայն Ռուսաստանն է համարում, որ Հայաստանը իրան պարտ կա։ Սկսի դա իր շահերից չի բխի, ոչ մեկի շահերից չի բխի, դա հետաքրքիր էլ չի լինի, արդեն սավսեմ մի կասկածեք նման բաներ, ես մեկը մի բան են գրում, մեկը ասում է, ես մեկը ես ինչ մարդ է, ես ինչ կին են, ինչ մեկը տես բաներ են ասում, մի լսեք դրանց խոսքերին, հերիքա, Հայաստանը բոլոր աշխատել, ամեն ինչ արեք, աշխատեք, արեք ու լավ ապրեք, և վերջ, ուրիշ դեպք չկա, մեն աշխատունքով, աշխատեք, լավ ապրեք, ով աշխատում է, լավ էլ ապրում է, օրինակ ինձ բարեկամներ ունեմ, հայերեն, աշխատում են, լավ էլ ապրում են, աղղի պես, ինչ է եղել, աշխատողը լավ էլ միշտ, ծանոթներ էլ ունեմ, որ մարդիկ աշխատում են իրական, ոչ պետությունից են կախված, ոչ ես մեկից, իրանց քրտնաջան աշխատանքով ամեկը մի բանով զբաղվում են ու ամեկը իրանց սիրած գործն անում են ու լավ էլ ապրում են, ժողովուրդ ջան։ Դե հիմա ով չի աշխատում, սպասում է թե ով է իրան օգնելու, սպասում է ով է իրան ուղարկելու, էս մի բան, չէ, դες չի լավ։ Օգնելով, բանով, դա ամենավատ վիճակն է։ Որ ինչ որ մարդկանց օգնես նրանք լավ ապրեն, դա
Վիճակն է այդ մարդու համար։ Նա անընդհատ սպասում է, որ իրան օգնեն։ Եթե մի անգամ օգնեցիր, երկու անգամ օգնեցիր, երեք անգամ, չորրորդ անգամ չկարեցար, այն մարդը ունակ չի լինելու, ինքը աշխատի, ինքը ստեղծի, ինքը ապրի։ Դրա համար մարդը ինքը պետք է ամեն ինչ անի։ Տես բաներ ժողովուրդ ջան։ Ինչ ասեմ, դե 1-2-3 օրից ես էլ կլինեմ Հայաստան, կամ մի քիչ մաքուր օդ շնչեմ։ Մեր Իջևանի, մեր սարերի օդը կամ մի քիչ շնչեմ մաքուր օդը։ Լավ մնացեք ժողովուրդ ջան, մինչ երեկո։ Լրիվ բոլորը լուր են։ Լուր։ Ոչ մեկը չի ուզում վարչապետ դառնա, ոչ մեկը չի ուզում իշխանության գա։ Ամեկը մի ձև են գտնում, գիտեն ոնց մանդատները վերնեն, որ վրեկները չխնդան, ատենց բաներ։ Թեկուս ինչի համար խնդան, դե նրանք մանդատի համար էլ բան են արել, այս ժողովուրդն է կարծում, թե հա նրանք ուզում էին եսիմ ինչ անեն, Հայաստանը ուժեղ սարքեն, եսիմ ինչ անեն։ Հայաստանն էսա, ժողովուրդը էսա, ոչ մի բան չի փոխվում, ոչ մի բան չի փոխվել, չի փոխվելու, այս են զարգանալու ենք։ Եղեք Հայաստանի հետ, Հայաստանի կողքին միայն երկրի մասին մտածեք, ուրիշ մնացածը սաղ սուտ է ժողովուրդ ջան։ Երկրի մասին, երկիր ունենանք, ամեն տեղ այսպես պարծենանք։ Ես հիմա դուս եմ գալի բան ասենք ստեղ ճամփեկը, առաջ ուրիշ ձև էին խոսում, հիմա այս հաղթանակից հետո բոլորը դե ճիշտն մարդիկ ստե արդեն իրանք են սկսել են տենալը ու սկսել են արդեն իրանք են սկսել գովելը Հայաստան։ Բա պիտի գովան, բա ինչ, բա գովելու բանա, բա պիտի գովան։ Լավ եղեք ժողովուրդ ջան։ Աչքիս կապը մի քիչ լրված էլ է, ես տենում եմ, ես որ ինձ տենում եմ, ես լրված եմ, զգում եմ, որ